մեզ քնաբեր են տալիս, սրսկում են այդ քնաբերը, ներարկում են քնաբերը, որից հետո հետևելու է թույնի ներարկումը, սպանության էլի։ Ինչ տարբերություն, եթե դուք նույն ռիսկի առաջ եք կանգնած, խիզախեք ամբողջ ձեր ոգով, նայեք խնդրի աչքերին, գիտակցելով, որ այդ խնդրի առաջ եք կանգնած, քան ինքնախաբեությամբ գնաք նիրհելու, որից հետո այդ ոչնչացումը եւ վախճանը տեղի է ունենալու միևնույն է։ Հիմա պատերազմը իրողություն է, պատերազմից վախենալ պետք չի։ Ես ինքս մարտի դաշտում եմ եղել։ Ես պատերազմի մասնակից եմ ու պատերազմը տեսել եմ մեջից եւ եղել եմ այն ռազմաճակատում, որը անվանում էին դժոխք։ Ես հրաշքով եմ հետ եկել։ Կարելի է ասել բախտի բերմամբ։ Ես պատերազմի մասնակցի կարգավիճակով եմ ասում, ձեզ պատերազմից վախենալ պետք չի։ Պատերազմը մեզանում ինչի է վախ հարուցում, որտեղ մենք միշտ եղել ենք պատերազմի ռազմադաշտ, թատերաբեմ, բայց կողմ չենք եղել, որտեղ պետականություն չենք ունեցել։ Այսինքն մեզ օգտագործել են, մենք միշտ տուժել ենք, բայց պատերազմից կարելի է նաև շահել, եթե պատերազմը քեզ պարտադրվում է։ Եթե մի բան անխուսափելի է, դու պետք է առերեսվես այդ անխուսափելիին սթափ մտայնությամբ եւ ճշգրիտ հաշվարկներով։